Խնդրում եմ ասեք քայլերի հաջորդական։ Ես գիտեմ դուք դրա մասին բազմիցս խոսել եք, բայց նաև այս առիթն օգտագործելու։ Խնդրում եմ ասել քայլերի հաջորդականությունը առաջին քայլից մինչև վերջին քայլը, երբ որ քաղաքացին ուզում է օգտվել, խնդիր ունի եւ ուզում է օգտվել առողջապահության ապահովագրությունից, ո՞րն է նրա առաջին քայլը եւ ինչպես է այս process-ը շղթան ինչպես է սկսում աշխատել։ Շնորհակալություն։ Ուրեմն, նախ պետք է քաղաքացին պարզաբանի իր կարգավիճակը, արդյոք նա ապահովագրված է, թե ոչ։ Այսինքն, օրենքով սահմանված 2026 թվականի որևէ խմբի մեջ մտնում է, թե չէ։ Եվ նորից հիշեցնենք խմբերը։ Եթե անձը մինչև 18 տարեկան է, 65+ տարիքի է, կամ 18-ից 65 տարեկան առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն ունի, կամ ֆունկցիոնալության գնահատման նույն համապատասխան համակարգի շահառու է, եւ եթե ունի սոցիալական անապահովության 28+ բալ, կամ զոհված զինծառայողի ուրեմն ընտանիքի անդամ է, այս անձինք ապահովագրվում են պետության կողմից։ Սա նշանակում է, որ բյուջեն նրանց համար վճարում է տարեկան 129,600 դրամը եւ նրանք ստանում են կարգավիճակ։ Այստեղ պիտի երկու հանգամանք միաժամանակյա լինի։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտություն ունենալու հանգամանքն է։ Ռեզիդենտությունը դա Հայաստանի Հանրապետությունում 183 օր եւ ավել բնակվելու հանգամանքն է։ Այստեղ, եթե այս երկու հանգամանքները առկա են եւ իմ կողմից նշված այս տարիքային կամ սոցիալական խումբը առկա է, ուրեմն քաղաքացին ունի կարգավիճակ։ Եվ հաջորդ խումբը ապահովագրավճար վճարողներն են, դա 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողները, որոնք նոյեմբեր 2024 թվական, չէ, 25-ն era, 2025 թվականի նոյեմբեր ամսին 200,000 դրամից ավել աշխատավարձ են ստացել, կամ անհատ ձեռնարկատերերը, ում շրջանառությունը 2025 թվականին կազմել է 2,400,000 դրամից ավել։ Հիմա եթե այս հանգամանքները առկա են, ուրեմն դուք ունեք ապահովագրվածի կարգավիճակ։ Ինչպես իմանալ եւ արդեն հաջորդիվ քայլերը։ Նախ պետք է ներբեռնել առմետ հավելվածը։ Ես նորից եմ նշում, որ ձեր կարգավիճակը տրամադրվում է ուրեմն ավտոմատ կերպով փոխգործելիությամբ աշխատող համակարգերով, այսինքն մենք ենք այդ աշխատանքը անում, բնակչության պետական ռեգիստրից ճշտում ենք տվյալները, հետո ՊԵԿ-ից այլ տվյալներ, ռեզիդենտության հետ կապված մյուս համակարգերից տվյալներ եւ այլն, այս բոլորը համադրում ենք եւ անձին ավտոմատ արդեն տալիս ենք կարգավիճակ։ Առմետ հավելվածը անհրաժեշտ է ներբեռնել այդ կարգավիճակի մասին տեղեկանալու եւ պայմանների մասին ուրեմն իրազեկված համաձայնություն տալու համար։ Այսինքն առաջինը ներբեռնում ենք առմետ հավելված։ Ես նշեմ, որ մենք արդեն մոտ 400,000 ակտիվ առմետ հավելվածից օգտման այս վերջին ամիսներին վիճակագրություն ունենք։ Եվ առմետ հավելվածում, երբ որ անցնում եք դեմքի նույնականացումը, հաստատում եք պայմաններին, որ համաձայն եք ապահովագրական փաթեթի պայմաններին, այլևս դուք ձեր առմետ հավելվածում կարող եք ձեր ամբողջ առողջական պատմությունը տեսնել։ Հաջորդը ունենք կարգավիճակ, առմետում հավելվածը արդեն ակտիվացված է։ Մարդը ունի գանգատներ, որոշակի գանգատներ, վատ առողջ է։ Ուրեմն այս պարագայում պիտի տարբերակենք երկու դեպք։ Եթե դա անհետաձգելի բուժօգնություն է, այսինքն ունենք իսկապես շտապ օգնության կարիք,
այստեղ դիմում ենք առաջինը շտապ օգնության կամ հիվանդանոց եւ այստեղ ուրեմն ձեր ապահովագրական փաթեթի մեջ ներառված ծառայությունները այս օղակի արդեն գործարկվում են։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է արդեն պլանային իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ։ Եվ արդեն այս անձինք են, որ ուղղորդում են անձին բուժօգնության ճիշտ տրամադրման ձևաչափով։ Սա է ուղին բուժօգնության ստանալու։ Շատ կարևոր է նաև, որ արմետ հավելվածում դուք տեսնում եք ինչ ծառայություններ են մտնում փաթեթում եւ դա կարող եք շատ պարզ ձևով փնտրելու մեխանիզմով գտնել։ Տեսնում եք այդ ծառայությունը, որ բժշկական կենտրոնների կողմից է տրամադրվում, տեսնում եք նրանց հասցեները եւ ինքնուրույն կարող եք ընտրել ուր եք ուզում դիմել։ Արմետի միջոցով դուք տեսնում եք ձեր ընտանեկան բժշկին կամ թերապևտին, կարող եք հենց հավելվածում փոխել ձեր կցագրման պոլիկլինիկան կամ ընտանեկան բժշկին, կարող եք ուրեմն տեսնել այցի պարագայում ինչ այց եք ունեցել, պետությունը ինչքան է վճարել դրա համար եւ ամբողջական ինֆորմացիան արդեն կունենաք ձեզ մոտ ձեր հեռախոսի մեջ։